Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ամփոփել են լրացուցիչ կրթության անվճար դասընթացները, որոնք շուրջ 3 ամիս շարունակ հնարավորություն են տվել դպրոցականներին ձեռք բերել ժամանակակից մասնագիտական գիտելիքներ եւ գործնական հմտություններ։ Դպրոցի աշակերտների համար դա անվճար դասընթացներ էր, մեր մասնագետները առաջարկեցին 12 ուղղություններով դասընթացներ, 9 ուղղությամբ խումբ ձևավորվեց։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արթուր Կոնստանտյանի խոսքով նախաձեռնությունը մեկնարկել է որպես ոչ ֆորմալ կրթության ծրագիր, դպրոցականներին հնարավորություն տալու ծանոթանալ ինժեներական, դիզայներական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին։ 101 մասնագետներից 68-ը հաջողությամբ ավարտեցին մեր դասընթացները իրենց ավարտական աշխատանքներով եւ այսօր հանձնում ենք վկայականները։ Բուհում տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Արթուր Կոնստանտյանը եւ դասընթացավարները շնորհավորեցին ծրագրի մասնակիցներին եւ հանձնեցին դասընթացների ավարտը հավաստող վկայականներ։ Բոլոր աշակերտները ունեին ստեղծարարից մեծ պատասխանատվության զգացում։ Ուսովեմ դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայել իրենց նպատակներին։ Ուսովեմ դեռևս մենք կշέφում ենք քոլեջում, հետագայում նաեւ Սա ընդհանրապես սկիզբն է եւ դուք պիտի կարողանաք ձեր կյանքում նոր բարձունքներ գրավեք, որպեսզի լավ եւ հրաշալի մասնագետներ դառնաք։ Կրթական բոլոր փուլերը հաջողությամբ հաղթահարել եւ ավարտական աշխատանքներ ներկայացրել են 68 մասնակիցներ։ Նրանց զգալի մասը ցանկություն է հայտնել հետագայում կրթությունը շարունակել հենց պոլիտեխնիկական համալսարանում հիմնական, ավագ կամ բարձրագույն կրթական ծրագրերով։ Իմ կարծիքով պոլիտեխնիկը այն միակ կրթօջախն է, որտեղ որ ես կարող եմ ստանալ անհրաժեշտ գիտելիքները։ Նախ դասատուներն են շատ լավ է։ Ոչ միայն անցնում ենք տեսական մաս, այլ նաեւ գործնականը։ Հուսանք ապագայում ինձ իմացած գիտելիքները պետք կգան։ Աշակերտները հնարավորություն են ունեցել անվճար ուսումնասիրելու UI/UX դիզայն, AutoCAD-ի հիմունքներ, թվային արվեստ, կառուցեվ, արհեստական բանականությամբ 2D խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում եւ SolidWorks, գրաֆիկ դիզայն, վեբ ծրագրավորում, ծրագրավորման հիմունքներ, ինչպես նաեւ արհեստական բանականության կիրառությունները։ Բուհը նախատեսում է նման դասընթացներ կազմակերպել տարեկան 2 անգամ, իսկ մինչ այդ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում կրթական կյանքը եռում է։ Ռեկոնոմի ծրագրի շրջանակում այստեղ իրականացվում են ադապտիվ հագուստի նախագծման եւ մոդելավորման դասընթացներ, որոնց մասնակցում են նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձինք։ Հյուրընկալել ենք Նիդերլանդներից ում ծրագրի շրջանակում Ռոբեն Դոնկերին, որը մեզ օգնում է լեկալները վերջնական ճշգրիտ տեսքի բերելու։ Մենք ադապտիվ հագուստի մոդելների ուղղությամբ ենք աշխատում եւ ցանկանում ենք փոխանցել նոր գիտելիքներ ու մոտեցումներ։ Հույս ունեմ, որ բոլոր ուսանողները ինչ-որ նոր բան կսովորեն եւ մենք միասին կկարողանանք գեղեցիկ նախագիծ ստեղծել ապագայի համար։ Հաջողի է շատ այստեղ մասնագետների հետ շփվել, նոր գիտելիքներ ստանալ։ Ծրագրի շրջանակում օնլայն հանդիպում է եղել նաև ներառական նորաձևության առաջատար փորձագետ Ռութ Տուրոնի հետ։ Նշենք նաև, որ Բուհում այս օրերին ընթանում են նաև հիմնական դպրոցի, ավագ դպրոցի, քոլեջի եւ մագիստրատուրայի ընդունելության գործընթացները։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։